1923-ից 24 թվականներին խորհրդային Հայաստանի ղեկավարներն ու ամերիկաբնակ արաբկիրցիների միությունը պայմանավորվեցին մայրաքաղաքի բարձրադիր հատվածում հիմնել արաբկիր թաղամասը։ 1925 թվականին այն արդեն իրականություն էր։ Թաղամասն այսօր ունի շուրջ 115 հազար բնակիչ։ Արաբկիրի 100-ամյա պատմությունը ներկայացվում է Երևանի պատմության թանգարանում նոր ժամանակավոր ցուցադրությամբ։ Ցուցահանդեսի նպատակն էր վերականգնել արաբկիրի հայության հավաքական հիշողությունը, ներկայացնել ոչ միայն երբեմնի հայաշատ քաղաքի քաղաքական մշակութային պատկերը, այլև այն հոգևոր կապը, որ պահպանվել է եւ իրականություն է դարձել այսօրվա մեր մայրաքաղաք Երևանում։ Անցյալից ներկա ցուցադրությունը բաղկացած է 3 մասից՝ պատմական, 80-ականների եւ մերօրյա արաբկիր։ Այցելուները բացառիկ հնարավորություն ունեն տեսնելու արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, ծանոթանալու տարբեր ժամանակաշրջաններում արաբկիրցիների հոգևոր կրթամշակութային կյանքին։ Օրինակ, պատմական շրջանում այստեղ զարգացած էին արհեստի տարբեր ճյուղեր։ Պատմական արաբկիրում զբաղվում էին կավագործությամբ, կտավագործությամբ, մասնավորապես մանուսագործությամբ, շատ հայտնի ուրեմն արաբկիրցիներ նույնիսկ ընտանիքներով էին զբաղվում, գերդաստաններով, ֆաբրիկատորյանը դրանց լավագույն օրինակն էր եւ ուրեմն մեր ցուցանմուշների մեջ կան նույնիսկ այդ պատարիկները, մասունքները, որ պահպանված են եւ ցուցադրում են։ Առանձին ցուցադրված են պատմական արաբկիրի շրջակա գյուղերի մասին արձանագրություններ։ Այս ցուցանմուշները հանրությանը ներկայացվում են առաջին անգամ։ Արաբկիրը բավականին շատ հայտնի գյուղեր ուներ՝ Շերեփիկը, Անջրտին, այնտեղ ուրեմն Մաշկերկը եւ այլն։ Այդ բոլոր գյուղերը իրենք հետաքրքիր պատմություն ունեն եւ հիմա փաստաթղթերի միջով մենք տեսնում ենք, թե ինչքան կարեւորել են հոգեվոր մշակութային ուրեմն պահպանությունը, նաեւ զարգացումը։ Թաղամասի հատակագծի հեղինակն Ալեքսանդր Թամանյանն է։ Արաբկիր 100-ում տեղ են գտել նաև վարպետի առաջին էսքիզները։ Ցուցադրությունը պատրաստելիս գործակցել են Հայաստանի պատմության թանգարանի եւ ազգային արխիվի հետ։ Այն բաց կլինի մինչև դեկտեմբերի 27-ը։ Արամ Մարանդյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։